Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թուրք-ադրբեջանական դուետը մի կողմից հայտարարում է, թե ահա Հայաստանի հետ խաղաղության հարաբերությունների կարգավորման համար կարևոր քայլեր են անում, մեկը ազգային ավիափոխադրողի ամենօրյա չվերթների գործարկումից է խոսում, մյուսը երկաթուղով Հայաստան բենզին ուղարկում, թույլ տալիս երրորդ երկրները, առայժմ մասնավորապես Ղազախստանն ու Ռուսաստանը մեր երկիր ցորեն հասցնեն, մյուս կողմից խաղաղության վարագույրն իջնում է, ռազմական նոր գործարք են կնքում։ Ադրբեջանի Մեջլիսը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Երկու պարտականություններն են ուսերին առել որևէ ռազմական բախման ընթացքում փոխադարձ օգնելու իրարու։ Խաղաղության վերջ Ադրբեջանի սուբյեկտայնության մակարդակը չափած ցածրացել է եւ այսօր արդեն Ադրբեջանի ռազմական ուղղությունը ռազմական ոլորտում իրականացված ցանկացած լուրջ գործողություն ոչ միայն համակարգվում է Թուրքիայի ուղղորդմամբ, այլև շատ հաճախ ուղիղ կառավարվում է այդ երկրից։ Վերջին տարիների օրինակ առաջին երկուսի ընթացքում փորձում էին սքողել այն իրական նպատակները, հիմա նույնիսկ չեն փորձում սքողել։ Սա Հայաստանը բնաջնջելու մտքից երբևէ հետ չկանգնելու առավել քան առարկայական հողի վրա արկա ապացույցներ դրսևորումներ են։ Տարածաշրջանում ում հետ դեռևս չպարզած հարցեր ունեն թուրքերն ու ադրբեջանցիները։ Հռետորական հարցը մասնագետները տալիս են շարունակելով հիմնավորումների շարքը։ Միջազգայնագետը հիշեցնում է 44-օրյայի ավարտից անմիջապես հետո էլ Շուշիի դեկլարացիան կնքվեց, ուրեմն խաղաղության սարերից այն կողմ թուրք-ադրբեջանական ռազմավարական չընդհատվող համագործակցությանն ենք պարզապես ականատես։ Համագործակցություն, որ փաստորեն կանգ չի առնում, նույնիսկ ընդմիջում թայմ-աութ չի վերցնում։ Որպես այդպեսին Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն պաշտոնապես ունեն մի ձևաչափ, որով որ ցանկացած ագրեսիա, իսկ ագրեսիայի տակ դիտարկում է գետ 1 համբուշտ կրակոցը, կարող է դիտարկվել որպես թշնամական քայլ եւ համատեղ զորավարժություններից զատ նաեւ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել։ Ամբողջ տրամաբանությունը ու բովանդակությունը դա է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չի լինի խաղաղասիրական տրամադրություններ կամ դրա տրամաբանության մեջ տեղավորվել ռազմական բախումների հետ կապված մտահոգությունները։ Դրա շուրջ հետագա հնարավոր համագործակցությունը երբ էլ որ այն լինի, նշում է փորձագետը։ Այսինքն բացառվում է, երբ որ ռազմական բյուջեն ավելանում է, համատեղ զորավարությունները շատանում են, կնքվում են նմանատիպ պայմանագրեր, դա մինիմում խոսում է նրա մասին, որ ռիսկերը չի նվազեցում եւ նույնիսկ լայնամասշտաբ թե լինի լոկալ պատերազմի հավանականություն, այս պահին մինչև այս պահը եւ այս պահից հետո էլ արկա է լինելու։ Մենք առավել եւս գիտենք թուրք-ադրբեջանական տանդեմից ավալապաշտական ու առավելապաշտական նկարտումները։ Այնպես որ ինքնախապեյությունն է ասել, որ դա որպես այդպեսին այդ բովանդակությամբ հուշագրերի ստորագրումը արդյունքները չի թողելու առաջիկայում։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները շարունակվում են մի քանի ուղղություններով, միաժամանակ քաղաքական, տնտեսական ու անվտանգային։ Դրանց փոխկապակցված զարգացումը փաստացի ձևավորել են իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը միշտ չէ, որ միևնույնն են։ Ըստ մասնագետների, այդ հակադրությունն է, որ պայմանավորում է ընթացիկ անորոշությունը։ Կգա խաղաղությունը, թե չի գա։ Ալիևը սիրիացի վարձկաններին է հիշել, նրանց ում 2020-ին առանց որևէ փաստաթղթի Թուրքիայի տարածքով հասցրել էր Ադրբեջան, այնուհետև 2000 եւս $100 էր յուրաքանչյուր հայի գլխի համար խոստանալով ուղարկել Արցախի դեմ պատերազմի։ Նրանցից երկուսն այժմ Հայաստանի բանտերում են, պատիժը պետք է կրեն մինչև կյանքի վերջ։ Ըստ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցչի Բաքուն հայկական կողմի հետ քննարկում է հենց նրանց հայ ռազմագերիների հետ փոխանակելու հարցը։ Ոչ թե վարձկաններով հենց Ադրբեջանն է հետաքրքրված, այլ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան, որի ազդեցությունը մեծացել է Սիրիայում, եւ ընդհանրապես Ադրբեջանը միջնորդավորված այն պետությունն է, որը կարող է այս խնդիրը լուծել դաշնակից երկրների համար։ Այլապես կարծում եմ այս վարձկանները հենց Ադրբեջանի համար չպետք է հետաքրքրություն ներկայացնեին։ Հաշվի առնելու որ վերջերս թուրքական զորքերը մտել են քրդաբանակ 3
շրջանն է, ճիշտ է։ Սա քարոզչական դաշտում գործընթաց է, որտեղ Թուրքիայի շահի սպասարկողը շատ ոլորտներում, այդ թվում նաև այդ ոլորտում Բաքուն է։ Վարձկանահաբեկիչները ռազմագերի չեն համարվում, քանի որ ըստ էության խախտել են անգամ զինված ընթարման մասնակցելու թույլատրելի կանոնները, որոնք մարդասիրական իրավունքն է սահմանում, իրավական փորձագետն է նշում։ Աննա Մելիքյանն ասում է, վարձկանների դեպքում, եթե քրեական արդարադատության շրջանակում խոսենք, ապա հայկական կողմը նույնիսկ պետք է համապատասխան երաշխիքներ ստանա, համաձայն որոնց այդ անձինք շարունակելու են կրել իրենց պատիժն այնքան ժամանակ, որքան ընդունելի կլինի մեր օրենսդրությամբ։ Այս դեպքում իրականում փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակման կամ կոնֆլիկտով պայմանավորված ազատությունից զրկված անձանց կամ հայրենադարձության կամ փոխանակման գործընթացները ոչ թե միջազգային իրավունքի շրջանակներում են տեղ ունենում, այլ քաղաքական պայմանավորվածություններ եւ ըստ էության, եթե առանց նման երաշխիքների հանձնվեն, կստացվի, որ մենք անտեսում ենք եւ մեր միջազգային պարտավորությունները եւ այդ թվում նաեւ այո ներպետական դատարանի բջջատեսակ։ Այսուհանդերձ մասնագետներն այն համոզմունքն ունեն, որ հենց հայկական կողմը պետք է օգտվի իրավիճակից։ Երկու վարձկանը քանիսի դիմաց միջազգային դատարաններում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրիանուշ Սահակյանի խոսքով Ադրբեջանը վերջին տարիներին մշտապես քանակային հավասարության է ձգտել, այսինքն թվային հավասարակշռությունը արհեստական գերադասել ու անտեսել, թե ով ինչ արարք է գործել։ Կարծում եմ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը քննարկումից դուրս է։ Հասկանալի է, որ ռազմագերում պահելը ունի իրավական հիմքեր եւ պատերազմական հանցագործությունը, մինչդեռ հանցագործներին անպատժելիություն տալը դա կյանքի իրավունքի խախտում է, եւ մենք այստեղ չենք կարող հավասարություն ունենալ։ Իմ գնահատմամբ Ադրբեջանի իշխանությունները փորձել են որդեգրել երկուսը կամ առավելագույնը 3-ը երկուսի դիմաց մոտեցումը, ինչը անթույլատրելի է։ Իրականում այս վարձկանները դաշնակից երկրների համար շատ կարևոր են, նրանք այլ խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն են ունենալու, ուստի հայկական կողմը պետք է հասկանա նրանց արժեքը։ Ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը, ինչպես է պատրաստվում բանակցել, փորձեցինք ճշտել արտգործնախարարությունից, նրանք չարձագանքեցին։ Ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման աշխատանքներով պայմանավորված ներքին գործերի նախարարությունը առգրավել եւ հայտնաբերել է 1360 հրազեն։ Միաժամանակ հայտնաբերվել եւ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի մոտ 75000 փամփուշտ եւ 11293 միավոր այլ ռազմամթերք։ Ոստիկանությունը հիշեցնում է, ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Հայ-ադրբեջանական երկաթգիծն առաջիկա օրերին կշարունակի գործել եւ բեռնված մնալ։ Ռուսական ցորենով գնացքը Ադրբեջանի տարածքով արդեն դեպի Հայաստան ճանապարհին է։ Հացահատիկով բեռնված վագոնները գալիս են Վոլգոգրադի մարզի կայարանից։ Ցորենի առաջին խմբականակը 8 վագոնով է գալիս։ Մինչև տարեվերջ նախատեսել են այս ուղղությամբ ուղարկել ընդհանուր 2000 տոննա հացահատիկ շուրջ 30 վագոնով։ Եվ մինչև քաղաքացիներն իրենց դիրքորոշումներն են հստակեցնում, Ադրբեջանի տարածքով մեր երկիր հասած ապրանքներից օգտվել թե ոչ, քաղտեղտոլոգն ասում է, Բաքուն իրականում այսպես խաղաղասերի դիմակի տակ թաքցնում է իրականությունը։ Քանակը ծավալը այնքան փոքր է, որ Ադրբեջանի տնտեսության կապված օպեկների հարց է։ Իհարկե Ադրբեջանը կամաց կփորձի կախվան մեջ գցել բենզինի հետ կապված իրենից, որպեսզի ռուսական բենզին փոխեն ադրբեջանական բենզին վաճառվի եւ դա ինչ-որ տեղ կարող է նաեւ այսպես տնտեսական քայլերով տնտեսական էքսպանսիան իրականացվի մանր քայլերով, բայց դա մի քիչ երկար ժամանակի համար։ Սա ընդհանրապես PR կամպանիա, ուրիշ ոչինչ։ Սա ոչ մի բան չի նշանակում։ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $250 միլիոն ֆինանսավորում աջակցելու Հայաստանում բնակարանային աջակցության եւ հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին։ Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար եւ ամրապնդել երկրի բնակարանային եւ հիփոթեքային համակարգերը։ Նախընտրականաժիոտաժ Հայաստանում արդեն կա, բայց ընտրությունների հստակ օր դեռևս ոչ։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 2-ից 12 ընկած միջակայքում։ Այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Խորհրդարանական ընտրությունների դեպքում ընտրությունները կիրակի օր նշանակելու պահանջ չկա օրենքով, սակայն ընդունված է, բոլորը գիտեն, որ պետք է լինի կիրակի օրը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այնուամենայնիվ հորդորում է սպասել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ընտրությունների օրվա նշանակմանը։ Եթե նախագահ այլ օր որոշի այլ օր նշանակի, այստեղ
կրկին այլ, այսպես ասենք, իրավական հետևանքներ, այսինքն պիտի միատել կառավարի, որտեղ եթե ասենք այդ կիրակին չնշանակի աշխատանքային օր նշանակի, այնտեղ ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, պատկերացիք չէ, այսինքն շղթայական նոր, այսպես իրավական կարգավորումների անհրաժեշտություններ կառաջանան։ Այս ընտրություններում ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կիրառվելու են մոնիթորինգի ու վերահսկողության մի շարք գործիքներ, գործընթացը ավելի պատշաճ ու ժամանակակից գործիքակազմերով իրականացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մոնիտորինգային ծրագրեր է կիրառել, որոնք հնարավորություն կտան մեզ համացածում տեղի ունեցող գործընթաց քարոզչությունը ավելի փաստարկված եւ հնարավորինս ընդգրկուն ծավալներով դիտարկել մոնիտորինգի ենթարկել։ Հաջորդ տարին Հայաստանում բավականին ակտիվ է լինելու ընտրությունների առումով։ 2026 թվականի աշնանը Հայաստանում տեղի կունենան խոշոր թիմ ընտրություններ։ Դրանք կանցկացվեն 46 համայնքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանվել է 3 ընտրական օր՝ սեպտեմբերի վերջին կիրակին, հոկտեմբերի վերջին կիրակին եւ նոյեմբերի վերջին կիրակին։ Ավան վարչական շրջանի Խուդյակով 3-րդ նրբանցքներ դեկտեմբերի 20-ին։ Սա նույն նրբանցքն է արդեն 1 օր անց դեկտեմբերի 21-ին, այսօր լրատվականի ու Շամշյանքոմի անդրադարձից հետո։ Ջուրը արդեն գալիս է, չէ՞։ Գալիս է, բայց շատ տեղեր բան չեն նայել, սա տակերն է քաշում, պատվալների ջուրը։ Կարճ ժամանակ անց իմ տեղեկություններով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նշված վայրը ժամանում Ավան վարչական շրջանի ղեկավարը, ով այնուհետև խնդրի մասին զրուցում է Վիոլա ջուրի ընկերության պատասխանատուների հետ։ Կարճամնական ընկերության մասնագետները փտած խմելու ջրի խողովակների մի մասը փոխել են, հետո կատարվել են փոսալեցման աշխատանքներ։ Առաջիկայում նաև այդ հատվածը կասֆալտ են։ Մարդու ձեռք չի դիպել 3 վիրահատությունների ընթացքում, ամեն բան արել է ռոբոտը, հյուսվածքները նուրբ անջատել, կարել է բարձր պրոֆեսիոնալ բժշկի պես։ Հայաստանում այլևս իրականություն է ռոբոտային վիրահատությունը, առաջին անգամ օրեր առաջ են կատարել։ Այն համարվում է աշխարհի ամենանորարար բժշկական տեխնոլոգիաներից մեկը, որը հնարավորություն է տալիս վիրահատությունները կատարել առավել ճշգրիտ, նվազագույն կտրվածքներով եւ հիվանդի համար ավելի արագ վերականգնմամբ։ Վիրահատությունն իրականացվել է բարձրակարգ մասնագետների կողմից, հատուկ ռոբոտային համակարգի օգնությամբ։ Բժիշկը վերահսկում է ռոբոտի շարժումները, ապահովելով առավելագույն ճշգրտություն եւ անվտանգություն։ Հնարավորություն է տալիս միլիմետրի ճշգրտությամբ իրականացնել ամենանուրբ շարժումները 3D տեսողական եւ դաշտում եւ բավականին մեծ խոշորացմամբ, ինչը թույլ է տալիս տեսնել անգամ ամենանուրբ նյարդաթելերը, ամենանուրբ անոթները, բնականաբար նվազեցնելով վիրաբուժության հետ փոխկապակցված ռիսկերը։ Բժիշկների խոսքով Հայաստանում ռոբոտային վիրահատություն կատարելու գայթակղիչ միտքը ծագել է դեռ տարիներ առաջ արտերկրում վերապատրաստման ընթացքում։ Հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպել են ռոբոտային համակարգին ու մտադրվել Հայաստանում էլ պետք է լինի։ Համակարգը թերևս աշխարհում այն եզակի համակարգերից է, որի վրա իրականացվել է ամենահեռավար վիրահատությունը եւ մասնագետը, որը ունի այ վիրաբուժական պլատֆորման, կարող է Շանհայից, Մոսկվայից, Բրյուսելից կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած կետից, Բրազիլիայից անգամ իրագործել 5G գերարագ ինտերնետի միջոցով վիրաբուժական գործողություն։ Առաջին 3 վիրահատությունների համար ընտրեցին 3 տարբեր մասնագիտություններ ու անցան գործի՝ վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա։ Ամենահաճախ վիրահատող մասնագետները ձևավորեցին ռոբոտի թիմն ու գնացին վերապատրաստման։ Բելգիայում, Շանհայում եւ ռոբոտի համաշխարհային կրեդիտավորված լիցենզավորված կենտրոնում ստացան ռոբոտի հետ աշխատելու լիցենզավորում մարդկանց վիրահատելու համար։ Բժիշկը պատմում է, այլ կլինիկայում էր ախտորոշվել իր վիրահատված բուժառուն, ով անցել էր սոնոգրաֆիա, որից հետո հայտնաբերվել էր ուռուցքը։ Սկզբից իհարկե ինքն էլ էր ասում, որ
Բժիշկ ջան, ես քեզ եմ վստահում, ես չգիտեմ ռոբոտն ինչ է, հետո երբ որ բացատրեցի, շատ ուրախացավ եւ ցույց տվեցի վիդեոները, որ աշխարհում ամենավերջի թրենդն է, սրանից այլ բարձր զարգացվածության աստիճան վիրաբուժում չկա, շատ ուրախացավ հիվանդը, որ ինքը շանս ունի Հայաստանում լինելով վիրահատվել ռոբոտով եւ ստանալ այդպիսի բարձրակարգ բուժօգնություն։ Վիրաբուժության ոսկե ստանդարտ համարվող այս ձեռքբերումը բժիշկների խոսքով կարևոր քայլ է ոչ միայն բժշկության, այլև գիտատեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից, բացելով նոր հնարավորություններ Հայաստանի առողջապահական համակարգի համար։